ԵՄ դիտորդական առաքելությունը առաջին անգամ անդրադարձավ Ադրբեջանի սահմանային սադրանքներին, մասնավորապես առաքելությունը խոզնավարում նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ դրանք հնարավոր է արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից, նշված է հայտարարության մեջ, եւ այստեղ քննադատություններ եղան հնարավոր է բառի հետ կապված եւ ոչ փորձագետներ նշում են, որ դա անհասցե արձագանք է։ Դուք ինչպես եք կարծում։ Եվրամիության դիտորդության առաքելության հենց նպատակը զսպել ադրբեջանական նկրտումները, մոնիտորինգի արդյունքում արձանագրված ախտումները զեկուցել, արձանագրել եւ զեկուցել, դրանով իսկ զսպել եւ վերահսկել իրավիճակը։ Ինչ վերաբերում է կոնկրետ ձևակերպմանը, ես սա գնահատում եմ զուտ որպես դիվանագիտական փափկություն, այսինքն նրանք չեն ցանկացել գոնե առայժմ, այսպես ասենք, չեն ցանկացել կոշտ ձևակերպումներ օգտագործել, բայց միայն այն, որ արդեն վարկած է առաջ քաշում, որ հնարավոր է դա լինի ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանք, նշանակում է, որ Եվրամիության դիտորդները եւ Եվրամիությունը մեսիջ են ուղարկում Ադրբեջանին, որ նրանք ֆիքսել են, արձանագրել են դա եւ կշարունակեն դա անել։ Եւ սա լավ է մեզ համար, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունների վարած ապիկար քաղաքականության հետևանքով փաստորեն ներկա իրավիճակի վերահսկողությունը կամ նոր ագրեսիայի կանխարգելումը փաստորեն իր վրա են վերցրել միայն Եվրամիությունը իր դիտորդական առաքելության միջոցով եւ մեր իրանական կողմը, մեր իրանցի հարևանները, որոնք փաստորեն կանխում են, գոնե առ այսօր դա հաջողվել է նրանց, կանխում են Ադրբեջանի ագրեսիան։ Իսկ այս կրակոցները, դրանք լայնածավալ նպատակներ հետապնդում են, թե փոքրիկ էպիզոդային, այսպես դետալներ են։ Կրակոցները երկու նպատակ ունեն, ճնշում գործադրել իշխանություններին, յուրատեսակ շանտաժի միջոց է սա հաջորդ զիջումները լայնածավալ ագրեսիայի սպառնալիքով հաջորդ զիջումները կորզել եւ վախի մթնոլորտում պահել հայ ժողովրդին, որպեսզի հայ ժողովուրդը վախենալով վերահաս հաջորդ պատերազմից ուրեմն որևէ այսպես դիմադրողական կեցվածք եւ շարժում չձևավորի եւ համաձայնվի իշխանության կողմից վարած իշխանական քաղաքականության հետ, խոսքը գնում է իհարկե առաջին հերթին սահմանադրության փոփոխության մասին եւ Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մասին, նաեւ Եվրամիության դիտորդներին դուրս հրավիրելու մասին եւ այլն։ Ադրբեջանը շտապում է, Ալիևը շտապում է, լավ հասկանալով, որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում եւ շատ հնարավոր է, որ մոտ ապագայում ստեղծվի ոչ բարենպաստ իրավիճակ, այլևս նա չկարողանա զիջումներ, հաջորդ զիջումները կյանքի կոչել եւ այս հնարավորությունների պատոհանը կփակվի։ Ալիևի հենարանն են իհարկե առաջի հերթին Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը, բայց երկուսի մոտ էլ գործերը խառն են։ Գիտենք ռուս-ուկրաինական պատերազմի շարունակական այսպես էսկալացիան եւ ռուսական տնտեսության եւ զինված ուժի ծանր իրավիճակը եւ Էրդողանի մոտ էլ լավ չի վիճակը եւ տնտեսական առումով թուրքական տնտեսությունը ծանր իրավիճակում է եւ Իմամօղլուի ձերբակալության հետևանքով ցույցերի առումով եւ շատ այլ առումներով Սիրիայում է խլսերված իրավիճակը, թուրք-իսրայելական լարում կա եւ Ալիևի վերջին
այցը Չինաստան եւ ռազմավարական գործընկերության այդ համաձայնության ստորագրությունը նաեւ դրա վկայությունն է Ալիևը հիմա փորձում է նաև Չինաստանի հովանավորությունը ստանալ թուրանական ծրագրերի կյանքի կոչման համար, քանի որ թուրանական ծրագրերը նաև սպասարկում են չինական մեկ գոտի մեկ ճանապարհ պրոյեկտը եւ մասնավորապես վերջերս չինական բարձր պաշտոնյա այցելել էր Ադրբեջան, որի ժամանակ այդ այցելության ժամանակ խոսվել էր Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին, որը նաև պիտի Չինաստանի ծրագրերը տնտեսական սպասարկի, նույնիսկ Ալիևը համաձայնել էր, որ չինական ընկերությունները կառուցեն այդ միջանցքի շինարարական աշխատանքները կատարեն եւ այլն, եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դա չի հաջողվի, որովհետեւ մենք հիմա տեսնում ենք ԱՄՆ Չինաստան եւ ընդհանրապես տեսնում ենք, որ արևմուտքը խիստ դեմ է թե թուրանական եւ թե չինական էքսպանսիային, այնպես որ մենք բազմիցս նշել ենք, որ աշխարհակաղակական զարգացումները արագացել են, նոր աշխարհակարգ է ստեղծվում, նաեւ այստեղ կարեւոր է նշել ամերիկա-իրանական հարաբերությունների կարծես թե կարգավորումը եւ ես այստեղ պիտի ուրեմն զուսպ լավատեսություն արտահայտեմ, որտեղ երկու ռաունդ արդեն բանակցությունների եղել են եւ կա պայմանավորվածություն հաջորդ երկուսի մասին ամերիկա-իրանյան եւ իրանական կողմը նույնիսկ հայտնել է, որ պատրաստ է նոր միջուկային գործանք կրկել ԱՄՆ-ի հետ, որից հետո արդեն կտրուկ իրավիճակը կփոխվի մեր տարածաշրջանում եւ արդեն Հայաստանն ու Վրաստանը կդառնան Իրանը, Հնդկաստանը, Եվրոպայի եւ Արևմուտքի հետ կապող օղակներ եւ ճարտարապետությունը ամբողջովին կփոխվի։ Ես կարծում եմ, սրանք լուսաբանցից առաջ վերջին մութ ժամերն են եւ մեզ մոտակա ամիսներին շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում, թե ռուս-ուկրաինական հակամարտության առումով, թե Կրեմլի ներսում տիրող իրավիճակի առումով, թե ամերիկա-իրանական զարգացումների առումով եւ թե իհարկե Թուրքիա-Իսրայել հակասությունների եւ այլն։